Ես Ռուսաստանի ապրող մարդ եմ։ Վոլգոգրադից եկել եմ իմ մայգու ծիրանը ծախեմ, ընդ մեր մոտ ոսկու գինա ծիրանը, ստես զիբլանոց ա դառը։ Ինչ անենք։ 18 հատե Ուրդուս դուս անենք, որ այդ ասում են չեն ստորագրե, ինչ չեն արե։ Պետք է պայմանագիր կապեն, չէ՞ ռսի հետ, որ ապրանքը տեղափոխեն, չեն արե։ Սա լարսի տագը ֆուրերը կայնած են։ Չկա։ Վիճակ չկա ժողովրդին, ինչ անեն ժողովուրդը, այդքան ծախսեն արե, որ մի արդյունքի արցնեն երեխա պահեն, չկա, ինչ անեն։ Ինչքանով եք դուք վաճառում։ 150 դրամ։ Ստե 150 դրամ եք ծախում, առնող է չկա։ Բայց այնտեղ Ռուսաստանում 600 ռուբլի է։ Պատկերացնում եք ինչ կինանդ է։ Տիրություն անող չկա մի խոսքով։ Պետք է տիրություն անեն գյուղացուն, որ գյուղացին գյուղացով են ապրում ժողովուրդը։ Դա, ինչ ասեմ, էլ ասելու բան չունեմ, ցավ է տանը։ Պետք է տիրություն անեն գյուղացիքին, որ համ մենք ապրենք, համ էլ իրանք ապրեն։ Ով պիտի տիրություն անի, որ չի անում, այսպես ասած։ Հասարակ գյուղացունով պետք է տիրություն անի, ամեն ինչի համար պետք է սեզոնը բացվել է, տրանսպորտը պետք է բաց լինի, որ ժողովուրդը շարժ լինի, ֆուրերը տանեն, ժողովուրդները նորմալ գնով ծախեն, ապրեն։ Հիմա 150 դրամով մենք այս ծիրանը ծախենք, ո՞նց գոյատևենք։ Ես չեմ դուք եք, հələ ասեք ինձ։ Տարի ինչքան էիք վաճառում։ 400 դրամ։ 400 դրամ։ Եվ մոտավոր ինչքան բերք էիք վաճառում։ Մոտավոր 5-ից 6-7 տոննա։ Այս տարի կա, ճիշտ է, ծիրան կա, բայց գին գոյություն չունի։ Չէ չավրեն։ 8 հատ բուժում ենք արել, այդ անձրևների պատճառով էսա էլ է։ Ինչ անենք։ Դեղերն էլ թանկ ու կրակ առել ենք, սրսկել ենք, ամեն մեզ սրսկումը 50-ից 60 հազար փող անստեն։ Իսկի մեր ծախսը չի հանում։ Ջրի հողի հարկ տանք, ընտանիք պահենք, ո՞րն անենք։ Այս տարի փաստորեն շահույթը չեք ունեցել։ Չէ, իսկի իմ ծախսը չի անում, այդքան փող եմ դրել հողի վրա, Ռուսաստանից էլ եկի ասել եմ ստե որ բերք ծախեմ, ոչի բան։ Որ իմ ծախսերը գոնե 30%-ը հանեմ, էդի պետք է ասում աղոթեմ։